Ողջույն հայրենակիցներ, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների, դրան նախորդող եւ հաջորդող իրադարձությունների մասին այսօր զրուցում եմ համայնքային հասարակական գործիչ Վիգեն Սոսիկյանի հետ։ Ողջույն Վիգեն, շնորհակալ եմ, որ եկաք։ Ողջույն։ Հիմա բոլորը խոսում են ընտրություններից հետո ինչ պետք է անի ընդդիմությունը, իհարկե դրա մասին խոսենք, բայց ուզում եմ ինչ այդ քո գնահատականները, քո դիտարկումները ինչ տեղի ունեցավ ընդհանրապես, կարելի է դա ընտրություն համարել, թե ուղղակի, ասենք, չոր բեմադրված քայլերի հաջորդականություն էր, որը պիտի երկարացներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Կարծեմ հարցումին պատասխանին մեկ մասը արդեն դվի։ Արդեն ասացինք, այո։ Դժվար է անկողմնակալ այսպես լինել, չեզոք լինել, որովհետև տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն երբ դիտենք ճիշտ ինչ եղավ ընտրության 3 ամիս առաջ, ընտրությունն 3 ամիս առաջ եւ ընտրության օրը եւ հետո, կարծեմ ամենաճիշտ ցևը բնութագրելու ան է, որ քողությունը եղավ։ Այսինքն ամեն ինչ դեղի ունեցավ, ամեն ինչ արվեցավ, որբեսի ստացվի այն ինչ որ այսօր գա, անշուշտ իր ցանկությունը, Փաշինյանի ցանկությունը շատ ավելի էր, ինչպես սպառնաց մեծ բادرազմով, անխուսափելի բادرազմով, եթե սահմանադրական մեծամասնություն չստանա, այդ էր իր նպատակը, բայց չհասավ իր նպատակին, սակայն ի գործ դրավ ամեն տեսակ անօրինություն եւ սպառնալիքներ, գեղձ աշխատանքներ եւ չզիջեց ոչ մեկ բան, չխնայեց ոչ մեկ բան ստանալու իր վերարտադրությունը։ Եթե չեմ միգուցե սխալվում դրամանանունը չեմ տա, ամերիկյան նախագահներից մեկը այսպեսի մի խոսք է ասել, որ եթե ժողովուրդը որոշողը լիներ, նրան ընտրելու իրավունք չէին տա։ Կարծես թե այդ թեզը ամեն անգամ մենք տեսնում ենք, եթե ընդդիմություն լինի, թե իշխանություն լինի, եթե նա թույլ է, նա չի կարող հաղթել, այդպես սա արդյոք դրա մասին է խոսում։ Այսինքն եթե ընդդիմությունը ավելի ուժեղ լինի, ոչ թե ձայների մասին եմ խոսում, որովհետև այդ ձայները կարող են քեզանից գողանալ։ Ինչպես տեղի ունեցավ Հայաստանում իմ խորին համոզմամբ գողացել են, չէ՞, դուք էլ ասացիք։ Բայց այդ ստացած ձայները պաշտպանելու համար էլ ուժ է պետք։ Եվ նաև գողանալու համար առավել եւս շատ ուժ է պետք։ Մենք գիտենք, պետությունը ունի լծակներ, հատուկ ծառայությունները, ոստիկանները, օլիգարխները, այս ամեն ինչը աշխատում է իշխանության օգտին։ Բայց արդյոք իրականում ժողովրդավարություն չկա եւ հատկապես ուզում եմ խոսեք նրա մասին, որ ժողովրդավար Եվրոպան այսօր աչք է փակել եւ ոչ միայն աչք է փակել, ինքն էլ է մասնակցել այդ գողությանը։ Շատ դարբեր բնույթի նյութեր կան ասցեր մեկ այս խոսքին մեջ եւ հարցումին մեջ մենք պետք է նախ մեկ քայլ եդերտանք եւ ճիշտ բնորոշենք թե ինչ կատարվեցավ։ Մենք այլևս դերմը հասած է անգան շատ դրած է իր սխալ կորձունեությունը, իր թավաջանությունը, իր գեղձությունները եւ իր աբորինի աշխատանքը, որ մենք այլևս կարծես սովորական ընդունած ենք, որ այդպես պիտի լա։ Այսինքն կարծես թե նորմալ բան է, որ ԱԱԾ-ն կորձի ծրվի կամպեյնինգի համար ընդրագայքարի մեջ մտնե իբրև զորավոր բազուկը ներկա իշխանության։ Այս նորմալ բան չէ։ Նորմալ բան չէ, երբ օրինակի համար վարչապետը կորձող դի ֆակտո վարչապետը ժողովրդին արչև գանանց կհրե կքաշե գանանց կբորա մարդոց կսպառնա կսպաննեմ կսատկեցնեմ այս բաները նորմալ բան չեն ոչ թե ժողովրդավարության հետ կապ չունին այսինքն անկան շատ դրավ որ կարծես թե նորմալցավ բայց չէ մենք նախ պետք է հասկանանք որ մենք ինչի է դե մեր կորձը այսինքն ինքը ըրավ ամեն ինչ բամը չմնաց որ չրավ որովհետեւ ստանա ինչ որ աճակցությունը ստացավ որովհետեւ բահե իր իշխանությունը այսինքն մեկ հատ նայենք ինձի համար օրինակի համար մտահոգիչ շատ մտահոգիչ բան էր երբ Վահագն Ալեքսանյանը ասավ որ մենք ծեր յուրաքանչյուր խոսակցությունը ուր որը լակ գլսենք ծեր յուրաքանչյուր շարժումը կնկարենք այս վախ անկան մեծ վախ կստեղծե ժողովրդի մեջ որ ժողովուրդը կմտածի ես ըստել է քվեսալ կտեսնեն խոսակցությունս դանս մեջ կլսեն
Ուրեմն երթամ ավելի լավ է կամ չքվեարկեմ, կամ երթամ Նիկոլին քվեարկեմ։ Այս ովևէ մեկ կապ չունի, աղերս չունի ժողովրդավարության հետ։ Բայց նույնիսկ դա չօգնեց։ Տեսեք, դա իսկապես նման է նրան, որ ասենք զենքը գլխներին պահած տանեն ընդ տեղամաս, քվեարկել տան, բայց նույնիսկ այդ ամենից հետո գիշերը տեսակ ինչ տեղի ունեցավ, երբ որ ընտրությունների հաշվարկը դադարեցրեցին, այսինքն լայվ այդ հրապարակումները, հետո Նիկոլ Փաշինյանը մտավ եւ ինքն իրեն հռչակեց արդեն ընտրյալ, երբ որ 10% ձայներ էին դեռևս հաշվվել։ Այդ նույնիսկ այդ կխոսի թե ինչպես այսինքն նկարչությանը անցան, նույնիսկ այդ ուժը չօգնեց էլի։ Եվ իր ամբողջ ջրած ամեն ինչը, ինչ որ տեսանք, որ գարձես թե նորեն գսեմ, շատ սխալ է մեր բանը, որ մենք նորմալ կտեսնենք, որ արդյոք ինքը իշխանություն է, անշուշտ իր լծակները պիտի օգտագործի, ոչ, նորմալ բան չէ, նորմալ ժողովրդավարական երկրի մեջ ընդունված բան չէ այդ, բայց անոր կողքին ինքը իր ամեն մեկ հայտարարությունը ցուցմունք է, այսինքն հրահանգ է որ գուտա, երբ ելավ հայտարարեց, որ ես երբ 10% հաշվված էր, ասա որ ես եմ ընդրված, այդ ցուցմունք էր, հրահանգ էր գետրոնական ընդհանուր մարմինին, որ գենա հաշիվները, որ ուղիղ եթերը խանգարվի։ Եվ մենք չիմացանք ինչպես արդուն երեք գիշերվա գեսգիշերեն հետո մինչև արդու ինչ եղավ։ Այո, դե իմացանք արդեն։ Վերջավորության իրենք նշանակեցին ինչ էին հաշիվները եւ տեսանք ինչպես այսօր կամ 3 ավելի ճիշտ ինչ արդյունքի բերի ինչպես դա էլ չօգնեց եւ դրանք ստիպված եղան եւս մի քանի տեղամաս չեղել համարեն, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չանցնի։ Եվ մեկ խոսքով ընդրական հանձնաժողովը դարձավ մեկ այլ նաև կորձիկ իշխանության։ Այսինքն գուզեմ հոս արձանագրել հստակ, որ ժողովրդավարություն չկա այլևս։ Հայաստանի մեջ կորձ չունի, գա բռնապետություն, չկա դիկտատորշիփ է այս, չկա ովևէ մեկ նշույլ ժողովրդավարության։ Խոսքով չէ ժողովրդավարությունը, կորձով է։ Եվ այդ Եվրոպայի, այդ լման Եվրոպան, որ հասավ Երևան թիգուն կայներու Նիկոլին, հետո Մարկո Ռուբիոն եկավ եւ Վենսը եկավ, Դոնալդ Թրամփը իր endorsement-ը դվավ, իր զորակցությունը դվավ, այս բոլորը նաեւ իրենց մեղքի բաժինը ունին մեր այսօրվա իրականության մեջ։ Իրենք շատ լավ կտեսնեն ինչ տեսակի բռնապետություն դարձած է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը եւ դա գավին շարունակեն թիգուն կայնել իրենց շահերուն պաշտպանելու համար։ Տեսեք, ես ընդունում եմ, որ դուք ճիշտ եք ասում, դրսի միջամտությունը ակնհայտ էր, բայց ուզում եմ համեմատություն տանել օրինակ Հունգարիայի հետ։ Հունգարիայում եւս իրենց նախկին նախագահը վայելում էր Թրամփի աջակցությունը, այնտեղ ավելի շատ գնացին քարոզներին քարոզ արշավին նույնիսկ մասնակցեցին Թրամփական շրջանակներից, չէ՞, նույնիսկ Վենսը, եթե չեմ սխալվում, գնաց այնտեղ այդ քարոզ արշավի ժամանակ, բայց պարտվեց, որովհետև այնտեղ ասենք KGB-ն, չգիտեմ, ԱԱԾ-ն, ոստիկանությունը մնացածը չէին ծառայում իշխանին։ Ինչ է կարծում, նա չէր կարող անունը մոռացա նախկին նախագահի Հունգարիայի, այո, նա չէր կարող օգտագործել այդ լծակները, որքան էլ, այսինքն դրսի միջամտությունը իհարկե կարևոր է որ բացառվի, բայց այդ միջամտությունը այն ժամանակ է, բայց պարտվեց տեխնացուն։ Ինքը որովհետև դուրսի միջամտությունը, որ տեսանք Հայաստանի մեջ, միայն մեկ մասնիկն էր, մեկ մեծ քողության, որ դեղի ունեցավ նախապատրաստված ամիսներ առաջ։ Այսինքն Երևանը այս դրա մասին եմ ուզում խոսեք։ Երբ ինչ որ ժողովրդավարական երկրի մեջ կարող է լինել, որ երկրի վարչապետության թիվ 1 տեխնազում փանդարգված է։ Այսինքն փանդարգեն իրեն ամիսներով փանդեցին։ Ինչ տեսակ արդարություն է, ինքը ինչ տեսակի ընդրաբայքար պիտի գրնար դանել, կամ ինչքան ավելի լավ գրնարը լալ հաջողը լալ իր ընդրաբայքարը, եթե փանդը չլար։ Եվ հետո եթե իր թիմագիցներուն նաև չփանդարգեին, եւ մույս կուսակցության եւ հատաշինքներու թիմագիցներու բոլորի նկատմամբ քրեական գործեր կա։ Դա գիտեք ինչի եմ նմանացնում, երբ որ վազքի մրցույթ է, մի տեխնացուին հրում են, որ շուտ հասնի, մյուսներին կախած քաշում են, որպեսզի առաջ չգնան, բայց հետո հասնում են տեղ, նորից ստիպված են թվերն էլ կեղծել, հետո նորից կեղծել, որ տեխնացուին առաջ ցույց տան։ Այդ նման է այդպիսի իրավիճակի։ Հիմա մեր ժողովուրդը սա մարսելու է, այսինքն կուլ է տալու, հանդուրժելու է, ինչ է կարծում։
մենք մեր ժողովուրդ ասելով մենք բոլորս նկատի ունենք, ովքեր որ հասկանում են թե ինչ է։ Նույնիսկ իր շրջապատում շատերը չեն խոսում, որովհետև հասկանում են ինչ է կատարվում։ Գարձեմ իր վիճակը փխրուն է այս անգամ։ Այսինքն ընդ որում չկարողացավ 50%-ից ավել ձայն։ Ճիշտ այդ։ Այսինքն նկատի առնելով, որ իրականությունը այդ է, որ քվեարկողներում գեսեն ավելի իր թեմ քվեարկեցին։ Այս իրեն համար նորություն մնա։ Ստիպվեցավ անոր համար ասկեղծությունները անել ԲԳ-ի դուրս պահելուն նպատակով, բայց մեկ պետք է ընդունենք եւ ինքնալ շատ լավ գտեսնե, որ շատ դգար աննախապտեպ դգար վիճակի մեջ է։ Սակայն ինքը նաև 8 տարի ջրաչան աշխատանք տարավ ժողովրդին հետաքրքրությունը ճզմելու։ Այսինքն այնքան հրավ նույն բաներ այդ կորձելավոճը, խոսելավոճը այնքան քրեիկ փողոցային անմագարտակ վերածեց, որ ժողովուրդը այլևս հետաքրքրություն չունենա եւ այդ նպատակատրված է, որ ժողովուրդը չմասնակցի եւ հույսը այն է այս ամբողջ ջրածներուն 8 տարվա, որ ժողովուրդը գքանի, ճուզը չի հետաքրքրությունը կգործընծնե եւ այս տեսակի բարականերու մեջ ոտքի չելա չափստամփիր կամ իր իրավունքը չի բանջեր։ Բայց ես կարծեմ, որ ժողովուրդն այլևս հասկացած է եւ տեսած է։ Բայց տեսեք ավելի շատ մասնակցեց այս անգամ, այսինքն ամեն դեպքում ժողովրդի մեջ այդ գիտակցությունը ավելի շատ էր, քան ասենք 21 թվականին, թե ինչ է կատարում, ինչ ընթացք է վերցրել Հայաստանը շնորհիվ այսօրվա իշխանությունների։ Անշուշտ պիտի տեսնեն, երբ որ այլևս հստակ, այսինքն անխուսափելիորեն հստակ է, որ հող պիտի հանցնե, երբ որ ինքը ասած է հող պիտի հանցնե։ Օղագի ասավ, չէ՞, պիտի հանցնե, թվեց ադրբեջանական անուններով, հողերը որ պիտի հանցնե։ Ասավ որ պիտի ասկի առաջ չեր ասեր Թրիփեն առաջ չեր ասեր որ պիտի միջանցք ճագերդյալը լա հիմա արդեն կտեսնենք կամ պիտի լա ես այսինքն իր օրակարգում հողեր հանձնելն է ձեր կարծիքով այսօրվա առնվազն բայց նաև պետք է միշտ հիշենք որ ինքը նաև կորձիկ է այս արևմուտք արևելք հագամարտության մեջ եւ ինքը ցկած է որ լա այդ կորձիկը որը ամենամեծ մտահոգությունը միայն անշուշտ հսկա մտահոգություն է որևէ 1 սանտիմետր հող հանցնելը բայց այդքան շատ ավելի մեծ լման Հայաստանի թրքացումը թրքացման եզրին կայնացենք մենք իսկ եթե այդ չլա Ուկրաինայի վիճակին կրնանք երթալ այսինքն Հայաստանը փերած է շատ վտանգավոր մեկ ինքը գսե խաղաղության խաչմերուկ բայց իրականության մեջ քանթվելու խաչմերուկին արժև կայնացենք մենք մեկ կողմեն Թուրքիան գա, մյուս կողմեն Ջագադակիր գա, որ գրնանք շատ թյուրությամբ նմանիլ Ուկրաինայի, բայց մեզի հավանաբար մեկը չօգնե, մեկը զենք չի դա, եւ շատ արագ աթրկացումը նույնիսկ ցեղասպանությունը նորեն բադահի։ Այսինքն ես չեմ տեսներ ասենք հաջող ելքը ասոր կամ լավ չի գա, շատ վտանգավոր, շատ էական վտանգի արժև է հայրենիքը եւ անոր համար է որ մենք սպյուրքի մեջ Հայաստան անոր գբայքարի որովհետեւ հայրենիքի համար է բրգության հարց է ասիգա այո նույնիսկ այդ ճնշումների այդ ուժի այդ կեղծիքների թվանկարչության ապօրինություններից հետո ընդդիմությունը այնուամենայնիվ բավականին ծանրակշիռ քվե է ստացել այդ պայմաններում միգուցե եթե նորմալ ընտրություններ լինեին շատ ավելի շատ կլներ եւ իշխանությունները ավելի քիչ կլներ բայց ամեն դեպքում բնակչության մեծ մասը ըստ էության ինչպես դուք եք ասում չի պաշտպանում այսինքն իշխանությունը չի հաղթել դա արձանագրենք բայց ամեն դեպքում իրենք իշխանությունը ձևավորելու հնարավորություն ունեն եւ այս պայմաններում արդյոք ընդդիմությունը կարող է կանխել այն արհավիրքները, որոնց մասին դուք հիմա ասում եք։ Մեկ ցև, որ արագ մտածելով կրնամ եզրակացնել, այն է, որ այսօրվա դրությամբ, եթե ցևավորվի ասկային ժողովը այնպես ինչպես որ այսօրվա իրենց ուզածն է, այսինքն Նիկոլենց ուզածն է, դա գավին սահմանադրությունը փոխելու առանցին ներկայացնելու սահմանադրական փոփոխություններու փաթեթ եւ դանելու ռեֆերենդումի այդ ուժը հանրակրվեի այդ ուժը դակավին պիտի չունենա
Այսինքն նույնիսկ Բարգավաճ Հայաստանը չանցնելով նույնիսկ չեն կարող անել դա։ Սահմանարտությունը մի անցնի այդպես փոխել եւ հանրաքվե նշանակել ոչ։ Այո, 2/3 է պետք։ Ուրեմն հոն արդեն Բայց իրենք ունեն արդեն ոնց է կոչվում դա։ 3/5-ը 3/5-ը ունեն ավելի շատ հնարավորություններ ունեն ավելի շատ, բայց ավելի քիչ ինչ որ այս ավարտած ազգային ժողովի շրջանին ավելի քիչ է։ Ուրեմն մի քիչ մը ավելի թրական դեղ մագարտագի է մեր իրավիճակը, բայց հոն մեկ ենթացություն կա, որ Փաշինյանը պիտի օրենք հարկե։ Այսինքն մենք իրականությունը այն է, որ արդեն քանի անգամ սահմանադրությունը դաբալած է, ոչ թե միայն խախտած է թրույթներ, դաբալված է սահմանադրությունը իր օրոք, ովևէ մեկ օրենք չհետևած եւ բարձ է որ ինքը այս բանով կարաշնորթվի, որովհետեւ ինչպես կսեն լեգիտիմ չէ։ Այսինքն ինքնակիդ է որ այս է ցևը, ուրիշ ցև չունի ինքը իրեն վստահված կորձը արժև դանել։ Այո։ Եվ հիմա Հայաստանում եւ Հայաստանից դուրս ամենաարծարծվող թեման քննարկվող այն է թե ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները թե ոչ։ Եթե Բարգավաճ Հայաստանը մտնում էր, օրինակ ես հակված եմ այն մտքին, որ վերցնել ավելի ճիշտ է, որովհետև տեսեք 7-800 ձերբակալված, կալանավորված, բոլոր կուսակցությունից խորհրդան անցած կալանավորվածներ կան եւ ենթադրենք չեն վերցնում։ Ինչ է լինում հետո։ Եվս այդքանի կալանավորում են ընդ որում առաջի դեմքերին։ Հետո ինչ է լինում։ Այդպես իրենք կարող են կարմիր գծեր չունեն։ Խորհրդարանը ինչ որ ձևի լծակ է, նույնիսկ եթե ասենք մեկին ապօրինի ձերբակալել են, գնալ տեսնելու համար օգնում է այդ մանդատը։ Գնալու խուցը, նրա հետ զրուցելու եւ այլն։ Հիմա այս պայմաններում մի խոսքով դժվար է կողմնորոշվել, բայց ձեր կարծիքն եմ ուզում հարցնել, ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները թե ոչ։ Կարծեմ արդյոք դա ինչ որ որոշ փոփոխություն տալու է վերցնելը կամ չվերցնելը։ Նախ հանրաքվեի հարցում, ինչպես դուք ասիք, արդեն հասկանում ենք, որ եթե Բարգավաճ Հայաստանը մտներ, այլ կներ լուծումը, նրանք այսպես ասենք հնարավորություն չէին ունենալու ոչ մի կերպ հանրաքվեն։ Դա կներ լուրջ պատճառ։ Բայց եթե դա այդ հարցը չի լուծում, արդյոք արժե վերցնել։ Իմ ինչ որ ես կհասկանամ, նույնիսկ եթե ԲՀԿ-ն չի մտնի, իրենք նիկոլենք պիտի չունենան հնարավորություն առանց ընդդիմության օգնության հանրաքվե տնելու սահմանադրական հարցը, որովհետև 2/3 չեն ունենար։ Բայց ատկե դուրս ձեր հարցումին գարձեմ եթե չեմ սխալիր Փակրատ Սրբազաններ ասավ ինչ կուզեք ըրեք, բայց պայքարեցեք մեկ խոսքով։ Եվ ես նույն տեսակետին գհենվիմ։ Ես գարձեմ որ ներկա ինտիմատիր ուժերը ինձ մեջ շատ ավելի լավ գիտեն թե ինչն է օգուտ, ինչն է ավելի օգուտ, ինչն է բագաս օգուտ։ Ես անձնապես կգարձեմ որ մանդատը կորձիկ է, միջոց է։ Եթե պիտի գրնանք մենք մեր այս 8 տարվա կամ ավելի 6-8 տարվա բայկարը հասցնել դերմը որ գրնանք գանխել Փաշինյանի հագահայկական ընթացքը, եթե մանդատը մեզի պիտի օգնի այդ գործի մեջ վերցնենք մանդատը եւ առաջ երթանք։ Ես կգարձեմ որ քիչ մը շատ բանի դարձվեց, մանդատ առնել չառնելու հարցը քիչ մը շատ։ Չէ, գիտեք, ինչ ուղղակի շատ զարուրելի տեսարան կլինի, եթե օրինակ ընդդիմությունը վերցնի մանդատները, բայց Փաշինյանը այս կամ այն կերպ շրջանցելով օրենքները, մանիպուլացնելով օրենքները, միգուցե նաև օգտագործելով այդ նույն ուժային լծակները ընդդիմությունից ձայներ գողանալով նաև խորհրդարանում այդ էլ կեղծիքների հաջորդ փուլն է անցկացնի սահմանադրություն։ Դա ուղղակի կլինի, որ ընդդիմությունը վավերացրեց Ալիևի սահմանադրությունը հետագա շահարկումներ եւ հետագա պարտությունից խուսափելու համար կարծում եմ ընդդիմության առաջնորդները շատ լավ են հասկանում եւ ոչ Ռոբերտ Քոչյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը եւ ոչ Սամվել Կարապետյանը հաստատ մանդատի համար չեն մտել այս պայքարի մեջ։ Բարձ է։ Կարծեմ որ նորեն պետք է անել իրենք պետք է անեն այնինչ որ պետք է եւ գիտեմ որ այդպես կարաշնորթվին պայքարը հաջողցնելու եւ հայրենիքին գարելի եղած քիչ վնաս հասցնեն Նիկոլը ինչքան ադեմ որ ուժի մեջ է, բայց ինչքան արագ ձևով, ինչքան հնարավոր արագ ձևով իրեն հերացնել որբեսի
կանխենք ինչ որ պիտի անի։ Այսինքն 300,000 ադրբեջանցի քալու խնդիրը ես համոզված եմ շատ լսած եմ Ալիևին խոսքեր անոր մասին այդ նպատակը եւ այդ Նիկոլը գիրականացն է ուրեմն պետք է անենք այն ինչ որ պետք է անենք որ կանխենք Եթե հնարավորություն ունենայիք դեմ արդեմ զրուցել ընդդիմության առաջնորդների հետ ինչ կխնդրեիք իրենց կամ ինչ կոչ կանեիք ինչ ակնկալիք կփոխանցեիք իրենց բարձավես որպես սփյուռքահայ բարձավես որ մեզի հստակ իբրև սփյուռքահայ են մենք ինչպես կրնանք օգնել իրենց այո ինչպես կարողանալ է կարող էր սփյուռքա Հայաստանի քաղաքացի հանդիսացող սփյուռքում բնակվող հայերը կարող էին մասնակցել ընտրություններին Հայաստանում բայց մենք տեսանք որ այդ իշխանությունները նույնիսկ այդ ահու սարսափը սփյուռքահայերի վրա տարածեցին չէ եթե գաք չգիտեմ ինչ կբռնեն այսինքն եթե կաշառքով եկաք པարզ է չէ որ այդ գնացողը մտածում է հիմա որ ինձ բռնեն ասեն կաշառք ես վերցրել ես չեմ կարողանալու ոչ ինքն է կարողանալու թեև իր խնդիրն է ապացուցել որ ես կաշառք եմ վերցրել բայց ամեն դեպքում մարդկանց մոտ վախ է առաջանում ավեշ չունեմ ասելու գնամ կարող է բռնեն գործ սարքեն գլխից որովհետև Հայաստանում այդպես է այսինքն սփյուռքին Հայաստանի կյանքից կտրելու եւս մեկ փորձ արեցին եւ դա աշխատեց կարծում եմ շատ շատերը հենց դրա պատճառով չգնացին կամ գնացին չմասնակցեցին կամ էլ գնացին ստիպված քվեարկեցին իշխանությունների օգտին Շատ ճիշտ եք որ ես համոզված եմ որ այդ վախի տակտիկան հաջողեցավ որովհետև նույնիսկ եթե 100% ենթական անձը որ պիտի երթաքաղաքացին վստահ է որ ինքը ովևէ մեկ սխալ բան չի եղած նաև AI-ով գշնեն բայց շարից փորձանքից հեռու մնալու Հիմա մեկ բան որ հոսք ուզեմ նշել ես կարծեմ որ կարևոր է շատ կարևոր է որ Հայաստանի քաղաքացին երթար եւ քվեարկեր ինչքան որ կարելի է Եվ գիտեմ, որ վերջերս կխոսին իշխանական պատգամավորները օրենք փոխելու, որբեսի կանխեն այն, որ Թուրքիան ու հայց քաղաքացի է, որ չի քվեարկի Հայաստանի մեջ, այս անգամը եւս ցույց կտա, որ ինչպես կուզեն սփյուռքը անչադել հայրենիք են։ Ինքը հատկապես այս ընդրություններուն, հատկապես երբ որ Նիկոլի պես իշխանություն կա, սփյուռքին թերը անհրաժեշտ է եւ ինքը ստեղծած է այս Երբ որ ինքը դարձավ ցեղասպանության հարցը շահարկման դրավ եւ գասկածի դակ դրավ, երբ որ Արցախը անցնեց, երբ որ եկեղեցին թեմ բայկար դարավ, երբ ինչ վտանգի փերած է Հայաստան եւ հայրենիքը եւ շատ թափանցած է իր լիազորություններեն շատ ավելի, ինքը մեզի ստիպած է որ մենք մտնենք այս բայկարի մեջ նաեւ։ Եվ անոր համար կարծեմ որ եթե Հայաստանի քաղաքացի գա սփյուռքի մեջ, ինչքան հնարավոր պետք է մասնակցի բայկարին։ Իսկ երբ որ քաղաքացի չենք եւ թեր հայ ենք, մենք այս պատճառները որ նշեցի, պատճառներ են, որ մենք ոտքով ցերկով մտնենք բայկարի մեջ իշահ եւ իբրգություն Հայաստանի։ Եթե Հայաստանում սկսեն հետընտրական այսպես բողոքի ակցիաներ եւ այլն, կարծում եք սփյուռքում այդ արձագանքները կերևան, օրինակ այստեղ ինչ եք նախատեսում, ինչ եք որպես ակտիվիստ եմ դες հարցնում, որովհետև դուք միշտ եղել եք այդ շարժումների մեջ, սպասում եք, որ այստեղ էլ պետք է մարդիկ ոտքի դուրս գան բողոքելու այդ ընտրակեղծիքներից, թվանկարչությունից, գողությունից ի վերջո։ Եվ արդյոք հիմա սպասողական վիճակ է սփյուռքում, ինչ եք կարծում։ Իրականությունը այն է, որ վերջի պատերազմեն առաջ սփյուռքը շարժած է Հայաստանի ժողովրդին հետ Այսինքն այն պատերազմի օրերեն մինչև հետ պատերազմ մինչև Արցախի շրջափակումը մինչև Արցախի ցեղասպանությունն յետք մինչև բայկարները իշխանությունը երգիրը ազատելու այս իշխանությունն ազատագրելու այս իշխանությունն սփյուռքի ժողովուրդը անշուշտ ոչ թե հսկա աթիվերով, բայց միշտ եղած է Հայաստանի ժողովրդի կողքին։ Եվ կարծեմ ոչ մեկ տարբեր բան մի դլա այս անգամ ժողովուրդը երբ Հայաստանի ժողովուրդը երբ որ լավ ոտքի գայնած է սփյուռքնալ իր գարելիությամբ իր այդ օրվա պայմաններով պատրաստ եղած է թիկունք կայնելու եւ վստահ եմ որ նույնը նորեն կլա Շնորհակալ եմ Վիգեն հետաքրքիր զրույցի համար սիրելի այնակիցներ իմ զրուցակիցը Վիգեն Սոսիկյանն էր համայնքային հասարակական գործիչ կհանդիպենք